Այսօր ուսումնասիրելու ենք Հայաստանում ապրիլ ամսվա կլիմայական պայմանները, եթերում աշխատում է Գագիկ Սուրենյանը, բարև ձեզ։ Ապրիլը մեր երկրում ամենատեղումնառատ ամիսներից մեկն է։ Մթնոլորտի շրջանառության մեջ գերակշռում են արևմուտքից, հարավ-արևմուտքից, երբեմն նաև հարավից ներթափանցող ցիկլոնները, որոնք իրենց հետ բերում են առատ տեղումներ։ Ակտիվ են նաև տաք և ցուրտ օդային հոսանքների շրջանառությունը։ Հատկապես ապրիլի առաջին տասնօրյակում մեր երկիր կարող է ներթափանցել արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք իրենց հետ բերում են ջերմաստիճանի կտրուկ անկում, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով տեղումներ։ Արևադարձային տաք օդային հոսանքները սովորաբար ներթափանցում են ապրիլի 3-րդ տասնօրյակից սկսած, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար սկսում է բարձրանալ։ Ապրիլին շարունակում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-ից 50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի անպամացությամբ։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7, ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0-ից բարձր, որը համարվում է ձմռան ավարտ։ Տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը +10 աստիճանից բարձր։ Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները։ Միջին ջերմաստիճանը լեռնային շրջաններում կազմում է +2-+3, Լոռի Տավուշում +7-ից +8, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +10-ից +12 աստիճան։ Երկրորդ տասնօրյակում միջին ջերմաստիճանը 1,5-ից 2 աստիճանով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում դեռ հնարավոր են ջերմաստիճանի նվազում մինչև -15-ից -20 աստիճան։ Միջին առավելագույն ջերմաստիճանը լեռնային գոտիներում կազմում է +17-ից +20, Լոռիում +20-ից 24, Տավուշում +20-ից 25, Արարատյան դաշտում 25-ից 26, Սյունիքում +23-ից 29 աստիճան։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008 թվականի ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35-ից 36 աստիճանի, Արարատյան դաշտում +33-ից 35 աստիճանի, Տավուշում 29-ից 30։ Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանները համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար։ 2004 թվականի ապրիլի 5-ի գիշերը արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման արդյունքում գրանցված նվազագույն ջերմաստիճանները համարվում են ապրիլին երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը։ Լեռնային շրջաններում գրանցվեց մինչև -16-ից -21, Լոռիում -11-ից -16, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում -5-ից -10 աստիճան ցուրտ, Սյունիքի հովիտներում մինչև -2-ից -4 աստիճան։ Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77 մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է։ Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում մինչև 100 մմ, համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում 30-ից 50 մմ։ Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխված է անհավասարաչափ։ Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-ից 15 օր։ Բարձր լեռնային շրջաններում տեղումները դիտվում են թաձյան կամ ձյան տեսքով։ Ամենատեղումնառատ ապրիլները դիտվել են 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011, 2020 թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի կրկնապատիկը և եռապատիկը։ Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012 թվականները, երբ հանրապետության առանձին հատվածներում տեղումները կազմել է ամսական նորմայի 5-ից 10%-ը։ Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը բացառությամբ բարձր լեռնային շրջանների, յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-ից 2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ։ Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավականին բարձր է 60-ից 75%, Արարատյան դաշտում 55-ից 60%։ Ապրիլին ակտիվանում են ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ։ Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-ից 5 օր։ Այս տարվա ապրիլին հանրապետության ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։ Այսքան ապրիլ ամսվա կլիմայի մասին, կհանդիպենք։